Կիևի անկախության հրապարակում ակտիվիստ Սվետլանան և նրա ընկերները տնկել են բանջարանոցային այգի։ Թեև խաղաղությունը վերադարձել է Կիև, Սվետլանան ասում է, որ դա չի նշանակում, որ Մայդանում բողոքը պետք է դադարի։ Մենք պահանջում ենք ընդհանուր մաքրազերծում, ազատվել խարդախ պաշտոնյաներից և Մայդանում ցուցարարների վրա կրակելու դեպքերի լիարժեք հետաքննություն, ասում է նա։ Ավելի քան 100 ցուցարար էր զոհվել անկախության հրապարակում, երբ հունվարին անվտանգության ուժերը կրակ էին բացել նրանց վրա։ Բողոքը հանգեցրել էր նախագահ Վիկտոր Յանուկովիչի հեռացմանը, Ուկրաինան մայիսին ընտրել էր նոր ղեկավարի Պյոտր Պորոշենկոին։ Կիևի բազմաթիվ բնակիչներ, ինչպես Վալյան, ասում են, որ ժամանակն է առաջ շարժվել։ Իբրև Կիևի բնակիչներ մենք աջակցում ենք ցուցարարներին, նրանց հագուստ և ուտելիք ենք տալիս։ Կարծում ենք, որ դա անհրաժեշտ է, բայց հիմա Մայդանը այլևս դեռ չի խաղում, ասում է նա։ Բնակիչները բողոքում են, որ անկախության հրապարակը դարձել է ապաստարան հանցագործների համար։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Ամերիկայի ձայնին ասել է, որ Մայդանի բողոքի ճամբարը այլևս անիմաստ է։ Կիևի բնակիչները նվիրաբերում են գումարներ, որն օգտագործվում է գնելու զրահաբաճկոններ, ինչի պակասն ունենք հակամարտության գոտիներում, արևելքում։ Սակայն Մայդանում տղամարդիկ դեռ կրում են զրահաբաճկոններ։ Ինչու ենք մենք Մայդանից երբեմն կրակոցներ լսում կամ լրատվամիջոցների վրա հարձակումների մասին լսում, ասում է նա։ Կիևի բնակիչները պնդում են, որ ժամանակն է, որ անկախության հրապարակի զբաղեցումը ավարտվի, որպեսզի սովորական կյանքը այնտեղ վերադառնա, բայց շատ մարդիկ դեռ ճամբարում են այստեղ, պնդելով, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել և դեռ աշխատանք կա անելու։ Նրանց թվում է քաղաքական վերլուծաբան Վալերի Պեկարը Ուկրաինայի միջազգային համաժողով խմբից։ Նա ասում է, որ Մայդանի երիտասարդ ցուցարարներից շատերը Կիևից հեռացել են պայքարելու ռուսամետ անջատողականների դեմ արևելքում, ուկրաինական կառավարական ուժերի կազմում։ Մայդանի ակտիվիստները պահանջում են, որ անկախության հրապարակում մնացողները, որոնց մեծ մասը ավագ սերնդի քաղաքացիներ են, չհեռանան այնտեղից, քանի որ հակաուկրաինական ուժերը կարող են այն գրավել, ասում է Պեկարը։ Միկոլո Բոնդարը Մայդանի խմբերից մեկի ղեկավարն է, նա և նրա ընկեր ցուցարարները վճռական են այնտեղ մնալու հարցում։ Եթե նրանք փորձեն մաքրել Մայդանը բռնի ուժով, մենք համահունչ պատասխան կտանք։ Մինչև փոփոխություններ չլինեն, մենք վճռական ենք, որ ոչ ոք ոչինչ չի մաքրելու, ասում է նա։ Անկախության հրապարակում այժմ ճակատամարտը իրենց գործը ավարտած չհամարող ցուցարարների և իրենց պատմական քաղաքը մաքրել ցանկացողների միջև է։ Արաքսիվան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։